Հայաստանի նախկին արտգործնախարար, համախմբում կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանի համոզմամբ, եթե Սեյրան Օհանյանի եւ Ռաֆի Հովհաննիսյանի հետ նախընտրական դաշինք ձևավորվի, ապա այն լավ դաշինք կլինի։ Ազատության հետ զրույցում Օսկանյանը տեղեկացրեց, որ այս պահին հանդիպումներ է ունենում քաղաքական տարբեր ուժերի, ինչպես նաեւ անհատների հետ։ Հանդիպել է նաև Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, սակայն վերջինս դեռևս վերջնական որոշում չի կայացրել։ Պարոն Օսկանյան, որոշակի տեղեկությունների համաձայն ձեզ կարող ենք տեսնել Սեյրան Օհանյան, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան եւ Ժառանգության ղեկավար Ռաֆի Հովհաննիսյան այս հնարավոր դաշինքում։ Դուք այս անձանց հետ ձեր համագործակցությունը հնարավոր համարում եք։ Նայեք, Սեյրան Օհանյանի մասով նախ ասեմ, որ որևէ իր կողմից դեռևս հայտարարություն չի արվել, ես չգիտեմ իսկապես Սեյրան Օհանյանը ինչպիսի որոշում կայացնի, կմտնի այս գործընթացների մեջ թե չէ։ Ռաֆի Հովհաննիսյանի հետ ես հանդիպել եմ, նորից կհանդիպեմ, որոշ քննարկումներ այնտեղ մենք ծավալ ունենք։ Սեյրան Օհանյանի նկատմամբ իհարկե մեծ ես հարկանք ունեմ, մենք միասին աշխատել ենք, շատ դրական են վերաբերվում, եթե ինքը որոշի մտնի քաղաքականություն եւ մասնակցի հաջորդ խորհրդական ընտրություններին, եւ ինչու՞ չէ, նրա այդ համագործակցությունը ես տեսնում եմ եւ կարծում եմ, որ եթե իրոք այդ երիակը, որ դուք թվարկեցիք, եթե այդպիսի դաշինք ստեղծվի, ես կարծում եմ, որ դա բավական այսպես լավ դաշինք կլինի, ժամանակը ցույց կտա, եթե նման զարգացումներ կլինեն թե չէ։ Բայց հանդիպել եք Սեյրան Օհանյանի, Ռաֆի Հովհաննիսյանի հետ հանդիպել եմ, Սեյրան Օհանյանի հետ եմ հանդիպել, բայց դեռևս Սեյրան Օհանյանը ինքը իր վերջնական որոշումը չի կայացրել։ Պարոն նախարար, առաջ գնահատակիրական փոխանցում Իշխող հանրապետականում սակայն կարծում են, թե Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն իրենց կուսակցության դեմ չի պայքարի։ Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի համոզմամբ դա բխում է ժողովրդի շահերից։ Ես ուղղակի այդպես եմ մտածում եւ ցանկանում եմ, որ լինի այդպես, որովհետեւ այդպես է անհրաժեշտ մեր երկրի, մեր պետության շահերը պաշտպանելու համար։ Ես կարծում եմ, որ դա շատ ավելի ճիշտ կլինի մեր ժողովրդի շահերից ելնելով։ Հանրապետականին դեմ գնալը ժողովրդի շահերին դեմ է։ Խնդիրը հանրապետականին դեմ գնալը չէ։ Հանրապետականը երբևէ ոչ պետությանը, ոչ ժողովրդին, ոչ երկրին երբևէ դեմ որևէ քայլ չի արել։ Թե նա ում դեմ դուրս կգա, ինչ հայտարարություններ կանի, դա արդեն իր խնդիրն է։ Հասկանալի է, որ իր խնդիրն է, բայց դուք հնարավոր համարում եք, որ նա ընդդիմադիր կարող է դառնալ։ Հնարավոր համարում ենք, թե հնարավոր չենք համարում, միգուցե նաև աղոթենք, միգուցե նաև չաղոթենք։ Կարծում եմ ձեր հարցերի պատասխան ավելի ճիշտ կլինի աղոթել։ Մանավանդ դաշինքում կան նման առաջարկություններ եւս կարծում եմ։ Ռաֆի Հովհաննիսյանին եք ակնարկում։ Ոչ մեկին չեմ ակնարկում։ Իշխող հանրապետականի խոսնակ ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մինչդեռ խուսափեց որևէ գնահատական տալ Պաշտպանության նախկին նախարարի քաղաքական ակտիվությանը։ Շարմազանովը սակայն ընդգծեց, տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունները ցույց տվեցին, թե ովքեր են ընդդիմադիր դաշտի ամենահավանական ֆավորիտները։ Ինչ վերաբերում է պարոն Օսկանյանին, երկու նախկին արտգործնախարարների եւ մեկ նախկին պաշտպանության նախարարի հնարավոր երիակ դաշինքին, ապա դա իրենց խնդիրն է, ես դա ոչ մեկնաբանելու, ոչ ողջունելու, ոչ էլ չողջունելու խնդիր չեմ տեսնում։ Իսկ ինչու այդ դեպքում հանրապետականը չփորձեց Սեյրան Օհանյանին հենց իր շարքերը ընդգրկել, իր ցուցակով այսպես մասնակից դարձնել քաղաքական գործընթացներին։ Հնարավոր է, որ նրան փորձեք ընդգրկել ձեր համամասնական ցուցակում կամ մասնակից դարձնել։ Տեղյակ չեմ։ Ի պատասխան մեր հարցին, թե արդյոք Օհանյանը նեղ սրտած չի հեռացել իր պաշտոնից եւ դրա ապացույցն էլ այն չէ, որ նա քաղաքական իր ապագան փորձում է շարունակել այլ ուժերի հետ, հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ասաց, թե չի կարծում։ Ավելին, ըստ նրա, Սեյրան Օհանյանին առաջարկվել է մի շարք պաշտոններ զբաղեցնել, այդ թվում նաեւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը, բայց Օհանյանը հրաժարվել է։ Այդ մասին բազմիցս հայտարարվել է, նույնիսկ առաջարկություն է եղել, որ ինքը ղեկավարի գլխավոր շտաբը։ Եվ այդ մասին բացահայտ հայտարարվել է բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Այդ իրեն հարցրեք։ Գուցե ավելի ցածր պաշտոն է, քան Պաշտպանության նախարարը, դրան Չեմ կարծում։ Դրանք հավասարազոր պաշտոններ են, նա քաղաքական պաշտոն է, նախարարի պաշտոնը, իսկ գլխավոր շտաբի պետը ռազմական։ Այսինքն Սերժ Սարգսյանը միևնույն նրան ուզում էր պահել զինված ուժերում, բանակում։ Իսկ ինչու ոչ։
Շարմազանովն էլ նշեց, թե Սեյրան Օհանյանի խոսնակը չի եղել եւ չի կարող վերլուծել։ Նա նեղսրտած է հեռացել պաշտոնից տեղը զիջելով Վիգեն Սարգսյանին, թե ոչ։ Չեմ կարող զգացմունքա բարոյական վերլուծության ենթարկել, թե ով է նեղացած, ով չէ։ Դուք կարող եք հնարավորություն կունենաք Սեյրան Օհանյանից այդ հարցը ուղղել։ Նկատենք, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը անցած հոկտեմբերին պաշտոնը թողնելուց հետո առ այսօր հրապարակային հայտարարությամբ հանդես չի եկել։